Քաղաք Երևան, Մարի 18/1 շենք, 32 բնակարան։ Այո։ Լսում եմ։ Նշված ասեմ, ովքեր են բնակում ձեր հետ։ Ես եւ մայրս։ Եվ քրոջս երեխաները շաբաթվա մեջ մի քանի օր գալիս են այդտեղ դասից հետո։ Բարի։ Այլն։ Բնականաբար դատանը չի հարցում առողջական վիճակի հետ կապված, Աստված չանի, որովհետև գիտենք, որ առողջական վիճակը նորմալ է։ Այո, ընտիր։ Բարի։ Ընտանիքի անդամները դուք եւ ձեր մայրն եք, հա, ճիշտ եմ ասում։ Այո, եւ դասերից հետո քրոջս երեխաները շաբաթվա մեջ մի քանի օր գալիս են մեր տուն, որոնցից ամենամեծը ընդամենը 11 տարեկան է։ Մայրը աշխատում է ձեր։ Չէ, երեխաների խնամքով զբաղվում։ Երեխաների խնամքով զբաղվում։ Այլ անձիկ չեն բնակում այդ հասցեում։ Քանի սենյականոց բնակարան։ 3 սենյակ։ Մի հարցել ձեզ։ Սխալ չընդունեք, հայրը։ Հայրս մահացել է անց։ Հավատում։ Փաստաբան Արմենակ Մատաշ։ Մի հարցել ձեզ, այդ ձեր պաշտպանները նաև միջնորդությունը ներկայացնելիս նշեցին, որ եթե դատանը նպատակահարմար գտնի գրավ, նախորդիվ ներկայացնեն մինչև 2 միլիոն դրամ, ներկայումս 2.100.000 դրամի չափով։ Սահմանափակումը այդ առումով ինչու՞մ է կայանում, դրամական միջոցների սղության, այսինքն եթե դատանը այնուամենայնիվ նպատակահարմար գտնի այդ նիշը ավելի բարձր սահմանել գրավի, հնարավորություն կունենաք, թե ոչ։ Պարոն Վարդանյան, ձեզ չի ուղղում հարցը։ Մեղադրյալին եմ դրա համար ուղղում հարցը։ Կկազմակերպենք։ Այսինքն դա չի խոչընդոտի, որ եթե դատանը սահմանափակումներ կիրառի նաև ձեր նկատմամբ, գիտեք, որ պարտավոր կլինեք այդ սահմանափակումները պատշաճ կատարել։ Դե ամենախիստ սահմանափակումների ներքո եմ գործում, դեռ կատարում եմ։ Չէ, հիմա ներկայիս մասին չի խոսքը, եթե, ասում եմ, դատանը… Տեսեք, ես օրինապաշտ քաղաքացի եմ եղել միշտ, նույնիսկ այսպես ասեմ, ինձ միշտ ասել են կոմունիստ, ինչի համար, որ միշտ օրենքները պահող եմ եղել, այնպես որ կարծում եմ այդին վերաբերյալ չի, որ եթե ինչ-որ սահմանափակում դրվի, ես կխախտեմ։